Ձեր կարծիքով Փաշինյանն ինչ-որ բան զիջել է։ Սա երկիրն է զիջել։ Աբա իհարկե զիջել է, ով չգիտի որ զիջել է։ Բան չգիտենք, տնա։ Ինչպես։ Ոչ բաներ չենք ուզում իմանանք, պետք է չէ։ Կարող ասեմ, երևի էլի ավելի մանրամաս չեմ ուզում բանան։ Ինձ ներվայնացնում եք արդեն ավազակ գողը, թալանչին կամ լրտեսը, էլ ինչ պետք է աներ, դուք թրծրել եք ձեր խելքը, մեկ գիշերվա մեջ Արցախի հանրապետությունը հանձնեց թշնամուն, և ընդհանրապես, հələ մի հատ նայեք, որ պետք է լինի ազգային ազատագրական շարժում, ոչ մի օրենք չի գործում, սահմանադրությունը դարձրել են ոտի ուղան, ինչ եք սպասում, ինչի մասին է խոսքը, մեր ժողովրդին կոչ արեք համախմբվել և մղել երկարատև ազգային ազատագրական շարժման պայքար, այլ կերպ հնարավոր չէ, դրսի ուժերի աջակցությամբ քանդում է երկիրը, երկիր չի մնացել արդեն, հավատացեք, թվացյալ այս անհոգության, երաժշտության և այդ պայմաններում ոչ մի ազգային խնդիր, ոչ մի պետական հարց ըստ էության իր լուծումը չի ստանում։ Ձեր կարծիքով Փաշինյանն ինչ-որ բան զիջել է։ Իհարկե, կասեի, որ հա։ Փաշինյան չի ասում։ Չէ, ոչ ոք չի զիջել, պրոստո առաջվա բաներն է, չեմ ուզում բան անեմ, էլի հետ գնամ, բայց ինչ աղաղություն լինի, տարգով լինի, ոչինչ հիմա, ասենքն 1,5 միլիոն են ջարդե, թուրքերը, դե ինչ անենք, հիմա կռիվ անենք, նորից զոհ տանք, իրանք հզոր են, էլի, բայց եթե մենք էլ ենք, մի քիչ պետք է զենք են լավ, որ գցեն իրանց են նավթը վառվեն, էլի, եթե իրանք ուզում են, մենք հաղաղություն ենք ուզում, ես 3 հատ տղա ունեմ, անկեղծ եմ ասում, Մոնտե, Նժդե, Էմիլ, ես ուզում եմ հաղաղություն լինի, հիմա էլ է, քուրջան, ոնց որ ավտոյով գնաս, այդ երեխա է, դու չես ուզում, բայց էլ է, հիմա էլ է, ինչ անենք, այ քուրիկ ջան, ինչ անենք, ես չգիտեմ, հիմա ես ուզում եմ Չէ, Փաշինյանը մի քիչ ուժեղ չէ, էլի Ստալինի նման լինի, որ ես չեմ ուզում էլի նրանց մեկին կպնեմ, կամ բան անեմ, ասեմ Քոչարյանին, Սերժին, դե Լևոնին, ինչ ասեմ, հիմա էս ունենք հիմա, պետք է մի քիչ համբերենք, մենք քրիստոնյայի մարդ ենք, Աստված վերևը նայում է, մենք քաղաքտ ենք, պրոստո օրը բարին գա, thank you